Ձգտելով երջանկացնել այլոց, մենք գտնում ենք մեր սեփական երջանկությունը։ Պլատոն։ Բարի երեկո, եթերում է երջանկության մեխանիկան։ Ես չգիտեմ ինչն է դրդում մարդկանց գտնելու իրենց երջանկությունը ուրիշի մեջ, բայց գիտեմ, որ դերասանը մեկ անգամ կանգնելով այդ ուղուն, այլևս երբևիցե չի կարողանում վերադառնալ եւ լինել սովորական մարդ։ Եվ միշտ փորձում է եւ ձգտում է ապրել ուրիշի կյանքով, գուցե եւ դժբախտ, գուցե եւ երջանիկ, բայց ստեղծելով տարբեր տեսակի կերպարներ։ Ես այսօր ձեզ ուզում եմ ներկայացնել բառիս լայն իմաստով դերասանական ընտանիք, դերասաններով լի մի ընտանիք եւ ապագա դերասանական սերունդն ապահովող մի ընտանիք։ Ասում եմ բարի երեկո նրանց եւ իհարկե անձնապես հատ սկսում ներկայացնել։ Բացառության կարգով սկսեմ ներկայացնելուց մեր երիտասարդ սերնդից, որովհետև երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին գիտեք տարբեր անուններով, իսկ ես գիտեմ նրանց իրական անունները եւ նաեւ իրենց իրական ընտանիքը։ Այսպիսով, ռեժիսոր, դերասան, տարբեր կերպարներ մարմնավորած Հայկ Աֆրիկյանը, բարի երեկո։ Բարի երեկո։ Մեր այսօրվա հյուր Հայկ Աֆրիկյանը հանդես է եկել տարբեր անունների ներքո, Էդմոնդ, Մարկ եւ խաղացել է Արմենիա հեռուստատեսության Ճակատագրի գերիները սերիալում ռոմանտիկ հերոսի, ինչպես ներկայացրեցի Էդմոնդ, հանրային հեռուստատեսության որբերում է խաղացել էլի որպես Էդմոնդ, այն ժամանակ երկու Էդմոնդ ունենք։ Իսկ ներկայումս արդեն Շանթ հեռուստատեսության Անուր ջներ գեղարվեստական սերիալում որպես Մարկ, կարճ եւ կոնկրետ։ Այ հիմա բարի երեկո, Հայկ։ Միատել, բարի երեկո։ Իրական կյանքում նրա անունն է Հայկ, ազգանունը Աֆրիկյան եւ նա ունի հրաշալի տատիկ։ Ես ներկայացնեմ Տիկին Շուշանիկ Դանելյանին, մասնագիտությամբ ֆինանսիստ, ժամանակ աշխատել է Միասնիկյանի անվան կահույքի ֆաբրիկայում որպես տնտեսագետ։ Կնոջ տարիքը չեն ասում, բայց Տիկին Շուշանիկն այնքան երիտասարդ է եւ աբյունովլի, որ ես պետք է նշեմ, 83 տարեկան է Տիկին Շուշանիկը, իսկ իր ամուսինը 87 տարեկան։ Կճշտենք, թե քանի տարվա ամուսիններ են եւ ամենասիրելի թոռանն էլ հենց հատուկ նստեցրել ենք իր կողքին։ Բարի երեկո Տիկին Շուշանիկ։ Բարի երեկո։ Բարի գալուց, շնորհակալ եմ, որ եկել եք։ Շնորհակալություն։ Այսօր Տիկին Շուշանիկը մեզ համար մեծ նվեր է պատրաստել, մենք անպայման հետո կխնդրենք, որ նա այդ նվերը մատուցի, իսկ ես շարունակեմ այն կողմում ներկայացնել Աֆրիկյան Հայկի ընտանիքի մյուս անդամներին։ Նրա ապագա ընտանիքի, ապագա կինը, որն արդեն այստեղ է, հարսնացուն, Հյուսիսից, թե չէ։ Ստելլա Քոչարյանը մասնագիտությամբ արևելագետ, ավարտել է Երևանի Պետական Համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը, չենք հարցնում, թե ինչպես է բարի երեկո արաբերեն, եւ կհասկանանք, թե Հայկի հետ ինչպես են ծանոթացել եւ որ լեզվով են ընդհանրապես նրանք շփվում։ Բարի երեկո Ստելլա։ Բարի երեկո։ Բարի գալուստ մեր ընտանեկան տաղավար։ Շնորհակալություն։ Ներկայացնեմ, ինչպես ասում են, փոքրին, քաշվածին, այս պարագային, որովհետեւ Դավիթ Աֆրիկյանը փոքր եղբայրն է, ավարտել է Երևանի Թատերական ինստիտուտի Արմեն Մազմանյանի կուրսը, իմ շատ սիրելի ուսուցչի կուրսը, դերասանական բաժինն անշուշտ, աշխատում է Գոյ թատրոնում, նկարահանվում է տարբեր նախագծերում, մասնավորեցնենք Արմենիա հեռուստատեսության մի ստիր նախագծում, կերպարը տանուն ունի Դավիթ։ Չէ, կերպարները տարբեր են, ու բոլորը չստող, բոլորը փորձում են չստել։ Չէ, չստել, բայց հետո վերջում մի կերպ էլի մի տեղ խափում են, չէ՞։ Դե հայությունը կա էլի։ Հայությունն ինչ կապ ունի, մարդիկ են բոլորը սուտասան։ Դավիթ Աֆրիկյան, փոքր եղբայր։ Եվ իմ կողքին նստած է այսօրվա մեր գլխավոր հերոսը, իմ օգնական, Գևորգ Աֆրիկյանը, Հայկի եւ Դավիթի զարմիկն է, 6 տարեկան է, սովորում է Մխիթար Սեբաստացի կրթամալիրում, առաջին դասարանցի է, չէ՞։ Արդեն առաջին դասարանն ավարտել ես, Գևորգ։ Հա, մեծ տղա ես արդեն, չէ՞։ Դե ժպտա։ Ապրես։ Հիմա, Հայկ, սկսենք ձեզնից։ Դուք ժամանակին ընդունվել եք ռեժիսորական բաժինը, ոչ միայն ընդունվել, այլև ավարտել եք Գրիգոր Մկրտչյանի ղեկավարությամբ թատրոնի ռեժիսուրա բաժինը, դրամատիկական թատրոնի ռեժիսուրա։ Շատ բուն մասնագիտությամբ անընդհատ աշխատում եք նկարվելով սերիալներում։ Ինչու՞ չեք զբաղվում ռեժիսորական արվեստով։ Ասեմ, որովհետև կյանքում հանդիպում է այնպիսի մի, հա, էտապ,
երբ որ դու քեզանից մի կողմ, հա, զատ զբաղվում ես այլ գործով։ Դա սերիալն է, հա, ինչու՞ չէ, այսօր մեր երկրում Փառք Աստծո ամեն ինչն էլ սկսել է զարգացում ապրել, այդ թվում նաև սերիալները։ Միգուցե մի քիչ վատ, մի քիչ լավ, բայց ամեն դեպքում ամեն ինչ իր առաջխաղացումը արդեն ունի, տեսնում ենք, շատ լավ է, Փառք Աստծո։ Ու չգիտեմ, ռեժիսորով զբաղվելը դեռ այսպես մի բան ասեմ, ռեժիսորան նաև ճիշտ է, դա ծնվում են մարդիկ այդպես, կարծում եմ երևի տեսակով այդպեսին եմ, բայց ռեժիսորան նաև տարիքի մեջ է, հա։ Այսինքն առաջ խորհրդային տարիներին 30-40-ից հետո նոր ընդունում էին, դրա մեջ կար ճշմարտություն։ Դա այդպես է։ Երկրորդ կրթությունից հետո բարձրագույն։ Դա այդպես է, որովհետև ռեժիսոր կոչվելու համար մի հատ կյանքի դպրոց կա, որ պիտի բոլորը անցնեն։ Այսինքն մի տեղ կա, որ դու պիտի աճես, հետո նոր բռնես ռեժիսոր ասվածի ճանապարհը։ Այ Հայկը այսպես սիրուն խոսելով է տատիկին խաբել եւ դարձել ամենասիրելի թոռը։ Տիկին Շուշանիկ, ինչու եք Հայկին ամենից շատ սիրում։ Հայկը շատ հետաքրքիր մանկություն է ունեցել, Նազինի ջան։ Դե պատմեք պես։ Իջի 7 տարեկան ինձ մոտ է եղել, երբ որ գնաց դպրոց արդեն ծնողների մոտ գնաց։ Միասին մենք ամարանոցում մնում էինք մենակ երկուսով։ Այնքան հետաքրքիր դեպքեր կա պատմելու, ես չգիտեմ նույնիսկ որը պատմեն։ Այն որոնք որ ծիծաղելի են։ Ամենազարմանալին ուրեմն մի անգամ քերին այն մեքենայի սվեչաները որ կա է։ Գիտեմ։ Ուրեմն թրջվել էր, բերել էր գազօջախի վրա տաքացրեց, կարմրացրեց նույնիսկ։ Մեր խոհանոցից միջի միջանցքը 3 թե 4 քայլ է, ոչ հեռու։ Ուրեմն պլաստիկակուպցի եւ բռնած է տակ-տակ կարմրած սվեչաները դուրս էր գալիս, որ իջակնի ներքև միջև սարի միջև ներքև։ Սվեչան ընկավ պլաստիկակուպցի ընկավ ներքև։ Անմիջապես բոլորս կանգնած էինք, ինքը 4 տարեկան էր։ Այդ տակ-տակ սվեչան վերցրու Ռոբերտ ասում է։ Վայ ասում եք ես չկայի արդեն։ Բայց չէր վարվում։ Միջև ոսկորները այդպես բռնել էր այսպես ասում թող քցի չի քցում, ասում վերցրու ու բացեց մենք արդեն չկայինք։ Պատկերացրեք նույնիսկ չէր կարմրել ձեռքը։ Վերցրեցի գնացի պոլիկլինիկա։ Սուբիսի երևույթ էր զարմանալի։ Դրանք ոչինչ չկարողացան բացատրել։ Զարմանում էին ու երևի չհավատացին էլ։ Բայց դա փաստ է եղել, որ բացարձակ չկարմրեց ձեռքը, կարմիր աչներ դե ձախը։ Ցույց տուր, հենա կարմիր է։ Անցել են էլի տարիներ արդեն կարմրությունն երևում է։ Հիշում ես, որ վառում էր թե չէ։ Չէ։ Հրաշամանուկ։ Մայք ի՞նչն էր այդ։ Չգիտեմ, այդ պահին, երբ որ ես վերցրեցի, երևի այն էր, որ ես չէի գիտակցում, որ դա տաք է ու կարող է ինձ վնաս տալ։ Դրա համար ուղղակի ռեֆլեկտորները այդ պահին ինձ իմ մոտ աշխատում էր այն փաստը, որ քեռիին օգուտ տամ ես։ Այսինքն քեռիի ձեռքից ընկավ, ես իմ քեռուն ասա, որ շատ եմ սիրում, մեր պապայի պես այնքը, մենք շատ կապված ենք, հա, ու երբ որ ես ուզում եի իրեն շատ օգնած լինեի, բայց ես չէի գիտակցում, որ կարող է ձեռքս ուղակի չլինել այդ բանից հետո ու ինձ ոչ մի բան չեղավ, ես ուղակի ուզում էի իմ քեռին բարի գործ անել։ Պլաստիկակուպցիով իջացրեց ներքև։ Ես հիշում եմ, որ մեր հատակը Պոլը տեղը կար այդ սվեչան վառած էր այդ տեղը փոս էր ընկել։ Զարմանալի։ Ստելա մանրամասները գիտեիք Հայկի մանկությունից։ Այդ մեկը չգիտեի։ Ուշադրիր լսեք, ամեն ինչ սկսվում է սվեչեքից։ Այս հաղորդումից հետո բաժանում է։ Չէ, ասպետը։ Տիկին Շուշանիկ, էլ ինչ հետաքրքիր պատմություն կա։ Հետաքրքիր շատ բան, ուրեմն երկրաշարժի տարի մեր ամարանոցը Շիրակամուտի կողքի գյուղում էր Լուսախբյուր։ Սեպտեմբերին երեխաներ արդեն միշտորներ զգնացել էին դասի, ես ու ինքն էինք միասին։ Մեկ էլ հանկարծ սկսվեց ուժեղ կարկոտ, մեծ կարկոտ։ Մենք էլ դրսում էինք, թևը քաշում եմ չի գալիս, մի 30 հատ հավ ունեինք։ Իրանց սետկայով փակված ու պուննել են կողմը։ Չի գալիս, թողեց թևս ու փախավ։ Գնաց վազի կանչում եմ, ինչ եմ անում, ես վախենում եմ, այնպես ուժեղ կարկոտ էր։ Գնաց, միջև այդ հավերին չտարավ բունը, դուրը չկողպեց չեկավ։ Ասում եմ հայ ջան, բայ այդպես կարելի է, հավերը իրանք կգնային, տապի նրանք հավ են չեն հասկանում։
Շատ հետաքրքիր։ Բայց փոքր ժամանակ կարգին հասկացում Շատ շփվեցի։ Եվ նմանակում էր ինքը շատ ընդունակ նմանակում էր պապին։ Պապը որ գալիս էր, ինչպես էր համվում, բոլոր դետալները մեկ-մեկ քալոման հայ։ Այնպես հետաքրքիր Նազենին ջան, որ զարմանում ինքը իրան, բայց ոչ մեկից ոչինչ չի ասել։ Պատահական նայում ենք, որ այնտեղ ինքը իրան այդ գործերը կատարում է լրիվ ծայրից ծայր։ Այդպես նմանակում էր։ Հետաքրքիր է Տիկին Շուշանիկ, դուք եք ներարկել Հայկի եւ Դավիթի մեջ այդ դերասանական արվեստը, ծերը, թե իրենցից էի, որտեղից է եկել այդ ցանկությունը գնալ։ Նազենի ջան, իրանք ուզում էին, որ բժշկական երկուսն էլ։ Շատ լավ ցանկություն։ Բժշկական ինստիտուտ պետք է գնային, ունեին լավ ուսուցիչ, կենսաբանություն, քիմիա եւ գերազանց էին, երկուսն էլ գերազանց սովորում էին։ Հետո մտափոխվեց Հայկը, հետևից տարավ Դավիթը։ Արդեն ինքը թողասի։ Հայկ։ Շրեցիք բուժել հոգիները։ Հա, երևի սա մեր կյանքում ճիշտ, որ լինում է, չեմ ճիշտ որոշումներ, սա երևի ամենաճիշտն էր։ Ժամանակը ցույց կտա։ Հա, դե պարզ է, պիտի անձդ զոհաբերես այս ամեն ինչի համար, թե չէ այլ կերպ չի լինում։ Մի ժամանակ կար, երբ որ ես պիտի ընդունվեի արդեն, գիտեք, պարապել բժշկականի համար եւ այլ տարիներ շարունակ։ Մարդիկ վիդեոմագնիտոֆոնը ծախում էին, որ երեխաները պարապեն։ Հա, մարդկար զակատներն էլ էր ծախում, գիտեմ, հա։ Ու մի պահ եղավ, երբ որ իմ ընկերս ընդունվում էր ռեժիսորական բաժինը, հա, մանկավարժականի, ասի մի օր հետդ գամ, էդ ինչ է։ Դա շատ շուտ էր տարիներ առաջ։ Երբ որ ես գնացի իր հետ նստեցի այդ ռեժիսորայի դասին, հա, ես հասկացա, որ ես այսքան տարի, ոնց որ ասած, իզուր անիմաստ պարապել եմ։ Հայ, չէ, ես սիրում էի բժշկական, ես քիմիայի մեջ ֆանտաստիկա էի տեսնում, դա ինձ շատ հարազատ էր, լավ էր, սիրում էի, բայց մի տեսակ հասկացա, որ ես ինձ դեռ չէի գտել, ես չգիտեի ես ինքս ինձ չէի ճանաչել, ու ես հասկացա, որ ես պիտի փոխեմ ամեն ինչը, հա, եկա տուն, ասեցի վերջ, ես գժվել եմ, տենց ես գնում եմ ոչ թե բայց կարևորը օբյեկտիվորեն ինքը իրեն գնահատել է, էլի, դուք գժվելու։ Հա, ես իրոք այդ պիտի, չգիտեմ, նորմալ մարդը այդպես չէր անի։ 2-3 ամիս է մնացել, հա, ու ես որոշում եմ, որ չէ, ես գնում եմ ուրիշ տեղ, դա մի քիչ անհնարին է։ Մի խոսքով ես եկա ինստիտուտ։ Արագ պարապեցիք, արագ, առակ։ Ասեմ, իմ ընկերները մեծ մասը ինստիտուտի համար եղել են ուսանողներ։ Մենք նույնիսկ տանիքներում էինք պարապում, որովհետև ես մի քիչ կոմպլեքս ունեի, ամաչում էի մարդկանցից, հա, տանիքներում, այգիներում ինչ-որ այսպես տարօրինակ էր, իհարկե դասախոսներն էին այդ թվում, կային պարապողներ, բայց հիմնականում ուսանողներ են, ու այդ շատ լավ էր, շատ ավելի ես ինձ ազատ էի զգում, որովհետև մի քիչ ուսուցիչ ունի չէ այսպես, ու դու արդեն այդտեղից քո կոմպլեքսը սկսվում է։ Շնորհակալություն, Հայկը բժշկությունից հանգիստ անցում կատարեց դեպի դերասանական արվեստ, ես նրանք միշտ տանում եմ որպես զուգահեռներ, որովհետև երկու ուղիներն էլ մարդու առողջությանը միտված ասպարեզներ են, այսինքն մարդու հոգին նույնպես, չէ, դերասանի ձեռքերի մեջ է։ Դավիթ, Հայկը գնաց հասկացավ։ Հետո Իմ մոտ sense մի հատ ընտանիքում sense Դեվես ընդունում եմ, որ Արմեն Մազմանյանի կուրսը շատ գայթակղիչ է եւ ցանկություն կար հաստատ ընդունել։ Ես քեզ լավ հասկանում եմ։ Ընտանիքում էսպիսի մի բան կա, ինչ հետքերով գնում է մեծը, մեծ տղան, այսինքն ընտանիքի, փոքրի մոտ ինչ որ հետաքրքրություն առաջանում դեպի այդ ուղղությամբ։ Ասենք Հայկի մոտ կար, ինքը լավ էր սովորում քիմիա կենսաբանություն առարկաներում, ինքը գերազանց էր, ես էլ ակամայից ուզում էի ոնց որ մեծին հետևեի։ Հետո ընտանիքը որոշեց, որ ես պետք է բժիշկ դառնամ։ Ես գնացի, որ բժիշկ դառնամ, տենց փոշմանեցի, հետո Դավիթը բժշկի դեմքով էլ ապրում է։ Այս ուզում եմ գինեկոլոգ դառնայի։ Կոչ արել։ Հետո ինձ ասեցին, դու պետք է գնաս թատերական ինստիտուտ դառնաս ռեժիսոր, քանի որ Հայկը ռեժիսոր է, ես էլ պետք է դառնայի, չգիտես ինչու։ Տենց ես գնացի նախապատրաստական բաժին, բայց այդտեղ մի կարևոր բան տեղի ունեցավ, որ ես հասկացա, որ ես պետք է դերասան շարունակեմ դերասանական ուղղությունը, ոչ թե ռեժիսուրայի, այսինքն դա արդեն իմն էր, այդ մի որոշումը իմն էր, որ ես պետք է շատ դառնամ, ոչ թե դառնամ, դերասան չեն դառնում, դերասան ծնվում են, այլ մասնագիտանամ դերասանական բաժնում։ Ստելա, այս երկու դերասանների մեջ ո՞նց եք ապրում հանգիստ։ Թեստը։
հա։ Դեռ խնդրում եմ պատմեք ձեր ծանոթության պատմությունը, որովհետև ոնց նայում եմ Ստելլանն էլ ձեր թեթև ձեռքով ընտիր մասնագիտությունը թողած գնալու է, չգիտեմ ինչ։ Ահա, ուզում եմ։ Ծանոթացել ենք կաստինգի ժամանակ, դա մոտավորապես 2.5 տարի առաջ էր։ Այդպես սկզբում առանձնապես Ինչ ֆիլմի համար, ինչ կաստինգ։ Հայկական American Friends ֆիլմը կա, դրա հայկական տարբերակը պետք է լիներ։ Մենք երեքով ընտրված ենք։ Մենք երեքով ընտրված ենք։ Ընտրյալները։ Այո։ Ես շատ հանկարծակի մասնակցեցի կաստինգին, որովհետև ընդհանրապես ուրիշ բնակավարից եմ, ես ուղղակի գնացի, ասի ձեռի հետ գործ կգտնեմ էլի, այսպես ինչ որ բաներ, բայց մասնակցեցի, անցա 2 փուլներ ու այդպես ծանոթացա Հայկի հետ ու արդեն 2.5 տարի միասին ենք։ Այդպես ուրեմն սկզբից հենց սկզբից էլ ինքը ես ոնց որ աչքը զառնեց իրան ու արդեն տեսակ հավանում էի ու ինքը չէր այդ ամեն ինչը չէր նկատել ես էլ մի տեսակ չգիտեմ իր այդ կատակներ էի անում ոնց որ sense հոգին ուտեի կատակներ էր անում իմ հետ թարսվել էր սկզբից մտածում էր որ այս տղեն գիժ է ինչ ասում իզնից Հայկը ամեն ինչ հակառակ են անում։ հա բա կյանքում պիտի լինի այդ Մազերն էլ քաշքշեիր, որ իմանար որ։ Հա, արեց, մի երկու հատ սերես փոկիլ, հա։ Դից ինքը դից ծանոթացանք ու տենց էլ հիմա Հայկ տատիկի հետ անմիջապես ծանոթացրեցիր Ստելլային։ Դա ասեմ, մի քանի ժամանակ հետո բերեցի, հա, եկան մեր տուն, չէ՞։ Տուն բերեցի ու բոլորի հետ մենք մեծ ընտանիք ենք, այսպես, այնտեղ բոլորը կան։ Քանի հոգի եք ընտանիքում։ Սկսեցինք։ Տատիկը, պապիկը։ Հետո։ Քերին, քերակին։ Նույն տանը։ Այո։ Վաու, հետո։ Որս մեծ արուստ եմ։ Շատ նորից հետո։ Քերակին, քերի փոքր տղան, մաման, ես, Դավիթը, ախպերս, դե պապան այսպես գնում գալիս է, հա, կամ են տատիկենց տուննա կամ է, հարևանի տունն են ամեկ-մեկ մնում, հա։ Մարդ կա էլի տարածքում։ Հարևաններից լուրջ եմ ասում, վերջացին 3 10 հոգով։ Չէ, էլ, հա, Ինչ տուն է։ Այսպես մի հատ sense պավիլոն, հա։ Կամերաներն էլ դրեք, տեսախցիկ։ Գործ ենք, չէ։ Հայկ սեփական տուն է։ Չէ, կվարձորայ ուղղակի շատ մեծ։ Քանի տուն իրար միացրած։ Այնտեղ մի հարթակի վրա միայն ձեր տունն է։ Չէ, այտենց մենք հարուստ չենք, ուղղակի այտենց։ Մի նեղմիր է դու։ Չէ, հարուստ չենք։ Նորմալ մարդիկ ենք, թե։ Հա, ուղղակի մի 1080 քառակուսի հեկտար։ Ուզում հասկանալ Գևորգը ում բալիկն է։ Գևորգը ասեմ ուրեմն նախաբան այս վերջերս արդեն մի քանի ամիս է երբ որ աֆրիկյանների ցեղում հա այսպես բոլորս սկսում ենք իրար ճանաչել քանի որ մենք մի ցեղ ենք հա ու այդպես բոլորս միասին բարեկամներ ենք շատ վերջերս Ալեքսանրով մի մարդ իմ հետ կապվում է Կիպրոսից ու այդպես շփվում ենք, հասկանում ենք, որ մենք եղբայրներ ենք, մենք շատ ենք հարազատանում, մենք մինչև հիմա արդեն լավ շփման մեջ ենք, իրոք հարազատացել ենք։ Գևորգը իմ եղբոր տղան է, Ալեքսը նաև ունի մի հրաշք աղջիկ, փոքր, կին Գայանե անունով, ողջունում ենք իդեպ, Ալեքս ջան, ողջույն։ Ուզում հասկանալ Գևորգը Կիպրոսցի է արդյոք։ Գևորգը Կիպրոսցի է, հա։ Ընտանիքն էլ է, նրանք փոքր Ալեքսը փոքր հասակից 4 տարեկանից այնտեղ է եղել արդեն։ Բայց իրանք հայ են, հայկական ավանդույթներով շատ լավ մարդիկ են։ Գևորգ, քեզ Երևանում դուր է գալիս։ Իսկ ինչ ես սիրում ուտել, պաղպաղակ սիրում ես։ Ինքը շատ սիրում է ավտոներով խաղալ։ Մեքենաներ ունես։ Բայց ձմեռ պապիկը քեզ բերել էր, չէ՞ մեքենա։ Հա։ Դեր քնած էիր։ Ձմեռ պապիկը միշտ գալիս է, երբ երեխաները քնած են լինում։ Ոնց նայում եմ, ձմեռ պապիկն այն կողմից է եկել։ Այն կողմից։ Դավիթ։ Իսիս։ Հայկ, աֆրիկյաններ, որ ասում եք, չէ՞։ Ես շատ աֆրիկյաններ գիտեմ, բայց ինձ հետաքրքիր է ձեր աֆրիկյանները որտեղից են եւ արդյոք այն հաջողակ բիզնեսմեն աֆրիկյանների հետ կապ ունեն թե ոչ։ Ասեմ, աֆրիկյանները իրականում պատմությունը, եթե չեմ սխալվում, այ Գևը լավ գիտի, բայց չի ասում։ Եվ 1860, չէ՞։ Ինչը 1860 1860 թվին, Գև ջան, ես ասում, դες ճիշտ եմ ասում։ Կարապետ անունով մի մարդ ունենում է 3 որդի, մեկի անունը լինում է Աբրահամ։ Սա ընթացքում իր անունը փոխում է Ապրիկա է դնում, Ապրիկա, ասենք։ Տենց
ու հետևաբար ստացվում է յան, հա, յանն ավելանում ապրիկյան, հա, հետո 42 թվին արդեն պատերազմ բան, երբ որ ռուսները ուզեցել են ապրիկյան գրեն, երևի չի ստացվել, աֆրիկյան են գրել, հա, ու այդպես աֆրիկյանները 7 աղբոր շարունակություններ են, այսինքն բոլորը իրար բարեկամ են, ինչ աֆրիկյան կա, այդ ուրեմն մեր ցեղից է։ Ով էր որ նոր ասում էր իրենք հարուստ չեն։ Հարուստ են, մենք հիմա մենք չէ։ Չէ։ Ես մի հետաքրքիր տեղ խորացա։ Ապրիկա, ապրիկոտ, Աֆրիկա, ոնց նայում ես ամեն ինչ Հայաստանից է սկսվել։ Այո, դոս իմ մազերն էլ խուճուճ է, ասենց, տենց աֆրիկյան։ Այո, աֆրիկյանական։ Տիկին Շուշանիկ, ձեր աղջկական ազգանունն է Դանիելյան։ Ձեր արմատները որտեղից են եւ ձեր տոհմածառի պատմությունը։ Ամուսնական ազգանունը Քոչարյան։ Ես Դանիելյան մնացի։ Չուզեցի փոխեմ Նազենի ջան։ Ճիշտ է կարել։ Ուրեմն իմ ծնողներս Զանգեզուրից են, Սյունիքի մարզից են։ Իսկ ամուսնու։ Ամուսնուսը Սպիտակի շրջանի Լուսախբյուր գյուղ։ Ստեղ կապ ունեք Քոչարյաններով իրար հետ, որովհետև պապիկի ազգանունը Հա, պապիկին էլ էր, բայց չգիտեմ էտիս։ Չէ, սամոքցինք արանքը, որը տենց Ես ավելին ասեմ, իմ քերի անունը Ռոբերտ է։ Ասեն դուք ձեր տանը եք ձեր Ռոբերտ Քոչարյան։ իմ քուրիկյանն է Բելա Քոչարյան։ Դուք լրիվ աֆրիկյաններով, ինչև Քոչարյաններ, շատ հետաքրքիր պատմություն է։ Ստեղա, երբ ծանոթացա, մտակ մարդկանց տուն, որտեղ միաժամանակ ապրում է գոնե 10 հոգի։ Գոնե, մինիմում, որովհետև ամեն մեկը մի հոգի հյուր բերի, արդեն վատ է, արդեն տարածական տեղ չկա։ Չէ, շատ հաճելի ընտանիք էր, միանգամից ընդհանրապես ես չշփվող մարդ եմ բնավորությամբ, բայց իրենց հետ միանգամից նստեցինք, հենց նոր տարու օրը խոսեցինք, շատ հանգիստ, մինչև այսօր Խմող մարդիկ են։ Չէ։ Դավ։ Չի տեսել։ Չեմ տեսել։ Չի տեսել։ Ոնց հասկացա, երբ տունը հյուր է գալիս, մի անգամ մեր քաշած օգինին, մեր քաշած օղին, չէ՞, տեսակ։ Չէ, դե կա տեսմաներ, ոնց էլ Բայց շատ հյուրասեր են։ Հա, հյուրասեր են։ Հյուրասեր կլան, որտեղից 2 դերասան ենք ստացել։ Հետաքրքիր է։ Գեբ, դու որոշել ես ինչ ես դառնալու, երբ մեծանաս։ Դերասան։ Տեսեք։ Ես հատուկ Գևով ես եմ զբաղվելու։ Վատ է ամեն ինչ։ Շատ վատ է։ Գեբ, իսկ ուզում ես ֆիլմում խաղալ, թե թատրոնում։ Թատրոնում։ Դավիթի մոտ։ Այսինքն դուք տարբերակել եք, հա, աշխարհները, Դավիթի աշխարհը թատրոնն է։ Ես ավելի Հայկինը կինոն։ Չէ, ես ավելի շատ հակված եմ թատրոնին, չգիտեմ։ Թատրոնը իմ համար մի քիչ ուրիշ աշխարհ է։ Կինոն էլ եմ շատ սիրում, բայց կինո ասվածը ոչ թե։ Հասկացա բոլորս։ Հայկ։ Չէ, իրականում երկուսի մեջ է շատ հետաքրքիր բան կա, հա, եւ կինոն եւ թատրոնը։ Ձեր ասած այն ֆանտաստիկ աշխարհը։ Ֆանտաստիկ աշխարհը, հա, երկուսում էլ կան, երկու տեղն էլ կան։ Ես աշխատել եմ Հրաչաղապլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Ուսանողական տարիներին։ Ուսանողական տարիներին Արմեն Խանդիկյանի մոտ։ Շատ գոհ եմ, այդ թատրոնը ինձ տվեց, ահագին բան տվեց կյանքի համար նախ, հա, մարդ լինելու համար։ Այնտեղ աշխատեցի մի մոտավորապես 4-5 տարի, հա, հետո դուրս եկա Ռոմեո Ջուլիետայի մեջ եմ նկարվել էի։ Այ, արդեն խաղացել եմ այնտեղ Հիսուս Նազովրեցին եւ նրա երկրորդ աշակերտը, Չաո, այլ չեմ հիշում։ Նախքան դրամատիկական թատրոնին անդրադառնալը, ես կուզեի խոսենք այն ոչ այդքան հայտնի էջերից, խոսքը եմ խմբի մասին է, այսինքն երկի ուղղությունը ինչ որտեղ եղել է, հա, ցանկությունը երկարվեստի ուղղությամբ գնալու։
ասեմ, այդ տարիներին իմ մեջ ռեժիսուրայից բացի, դե ես ավելի շատ մի տեսակ այն ժամանակներն էլ հակված է ռեժիսուրայով, հա, կամ մարդ, որ ինքը ուզում է խաղա, հա, ու կամ մարդ, որ սիրում է, հա, խաղացնել, մի քիչ կոպիտ է անցում, բայց այսինքն բեմադրիչ, հա, այդ ներքին մարդկային կանչը տեսակը, բայց դրա հետ միաժամանակ ինձ երաժշտությունը շատ էր, ինքը շատ էր, ոչ թե գայթակղում, այլ մի տեսակ իմն էր, այդ իմ ներսից էր գալիս։ Ու այդպես երբ որ խմբում երգելու առաջարկ ստացա, ես արդեն երգում էի, ու երբ որ մտա խումբ, շատ լուրջ զբաղվեցի, մենք ունեինք շատ լուրջ պրոդյուսեր Արմանդ Հակոբյանը, ինքը ինձ կարողացավ, հա, լավ երաժշտություն մատուցի, այսինքն սովորեցնի այն երաժշտությունը, որը որ մարդուն առաջի հերթին կրթում է, հա, մարդկային, հա, ինտելեկտուալ է, ինքը, չգիտեմ, ասեք օրինակ հիմա ինչ եք լսում։ Արդեն չեմ էլ ուզում ասեմ, մի տեսակ շաբլոն է դարել, հա, ամեն արժող չարժող Stevie Wonder։ Stevie Wonder-ը իմ ուսուցիչն է ինքը, ես իրան ուսուցիչ եմ համարում։ Ինքը, չգիտեմ, երգարվեստում երևի թե ովքեր որ զբաղվում են կամ պիտի զբաղվեն, Stevie Wonder-ը այդ միակներից է, որ իրան պիտի լսես ուղակի, որովհետև չես կարող առանց ջրի հաց ուտելով ապրել, չես կարող։ Stevie Wonder-ը ջուրն է։ Այն առաջի քայլերն է, վերջի քայլերն են։ Ոչինչ, Հայկ, ոչինչ, Հայկ։ Չգիտեմ, ուզում եի ասեի ջազ, բլուզ, բայց այսօր բոլոր այն մարդիկ, ովքեր այսպես գլամուրի մեջ, այո, մենք քաղաքը ջազը լսում, բայց հեչելը տենց չի, էլի, ջազը, չգիտեմ, ես երբ որ փոքր էի, ջազ մի տեսակ, երբ որ փոքր էի, ես անկեղծորեն ասում եմ, փոքր ժամանակ անկեղծորեն ասում եմ, ջազը ես չէի հասկանում դեռ։ Ու տարիքի հետ ես աճեցի, լցվեցի, ջազը ճիշտ մարդիկ կողքս կային, ինձ մատուցեցին ճիշտ երաժշտությունը, խորհրդի կարգով, ես հասկացա, որ ես արդեն աճել եմ, ես կարող եմ լսել, ոչ թե ուղղակի, հա, 100,000 տոմս առնել ու գնալ Ջորջ Բենսոնի համերգին, հա, ուղղակի ես շատ ցավում եմ, որ չկարողացա գնամ այդ համերգին, ուղղակի տոմս չկարել արդեն։ Ես չէի սպասում, որ այդ տոմսերը կարող են այդպես շուտ սպառել։ Լավ առումով թող լավ երևույթները դառնան մոդայիկ, ոչինչ որ շատերը չեն հասկանում։ Ոչ թե մոդայիկ, այլ ապրելակերպ, հա, լավ բաները թող դառնան ապրելակերպ։ Ապրելակերպ այդ մարդկանց համար, ովքեր սիրում եւ իրականում հասկանում են։ Իսկ մոդայիկ նրանց համար, ովքեր չեն հասկանում, բայց գոնե 2.5 ժամ ուղեղի լավ առումով թարմացում է տեղի ունենում նրանց մոտ։ Դեպք այդ համերգի ժամանակ, երբ որ մարդիկ կային, որ պատմում էին, կային փողոցից մարդիկ ուղղակի եկել էին, հա, չգիտեմ, աղջիկ կպցնելու համար խզալու։ Ոչինչ, բայց չէ որ ընթացքում Բենսոն են լսել։ Բայց չէ որ այն մարդիկ ովքեր այն մարդիկ ովքեր որ իրոք պիտի գնային ու այդ 2 ժամը վայել էին, հա, իրենց կուրքին, հա, իրենց սպասված մարդուն, իրենց երազների մարդուն, հա, ովքեր իրենց CD-ներում իրենց տանն են, այդ մարդուն պիտի գնային լսեն, այդ մարդիկ չկարողացան գնալ։ Ներողություն, Յունգը ժամանակին դա կոչում էր կոլեկտիվ անգիտակցական, բայց մենք չշեղվենք, հիմա անդրադառնանք երաժշտական ճաշակին։ Դավիթ, Հայկը ոնց հասկացա իրոք ունեցել է լավ ուսուցիչներ եւ այս թեման նրա համար ամենից ցավոտ թեման էր, բարձվեց։ Դուք որ ինչպես եք գնահատում ձեր եղբորը, նա առավել երգիչ է, առավել ռեժիսոր է, թե առավել դերասան։ Ես իրան միշտ ասում եմ, որ դու դերասան չես։ Հա, Այս դերասանները շատ մեծ են։ Ինքը շատ լավ ռեժիսոր կարող է լիներ։ Մենք շատ ենք խոսել, թե ինչ որ գրված սցենարների վերաբերյալ, թե ինչ որ մտքեր ենք փոխանակում, ու ես միշտ զգացել եմ, որ ինքը որպես ռեժիսոր շատ լավը կլիներ։ Քանի տարվա տարբերություն ունեք։ 5.5։ Ձեր միջև 5.5 տարվա։ Բայց մեծը ես չեմ, ինքն է։ Ես եմ հասկանում։ Նա է 5.5։ Հետո կարող է լինել, բայց հա, բայց չգիտեմ, ինքը որոշել է այտենց դերասանական ուղղությունը շարունակի, բայց ես չեմ հավանում, ես դա միշտ եմ ասել, ինքը կարող է լինել շատ լավ ռեժիսոր, ես իրան որպես ռեժիսոր հավանում եմ։ Իսկ երաժշտության առումով իմ մոտ առաջին հորիզոնականում դա, չգիտեմ, Հայկը շեշտեց, որ հիմա շաբլոն է դարձել, որ չէ, Մայքլ Ջեքսոն։ Ես ապրում եմ իրենով, տենց կարելի ասել։ Միցես։ Ну, այլի հա այդ բանը կա, որ արդյոք կա։ Ամենաաբսուրդն այն է, որ արդյունքում Հայկը Մայքլ Ջեքսոնի ժամանակակիցներից է եղել։ Իսկ ձեր սերունդը այդպես էլ չունեցավ դա։ Ցավոք սրտի։ Ասեմ, երբ որ Մայքլը մահացավ, ես իրոք դուրս էի գալիս, տանից դուրս էի գալիս, ու երբ որ ես այդ լուրը իմացա, ես հետ եկա ու դա ամոթ չի, երբ որ տղամարդը կարող է արցունք թափել։ Իմ համար դա արցունք թափելու աշճան է, երբ որ նա մահացել էր, կամ այսպես կոչված։ Հայկ, դուք որ տարածքում եք ապրում։ Շատ վատ։
Մեքսիկոն զգում եմ։ Շատ Որ տարածքն է դա։ Ոնց ասես, իրական անունը ասենք, թե Այ, չէ, Յոնջալախ, ես վերջերս երգերի մեջ էլ կա, Յոնջալախ դա կինո հայրենիք։ Կինո հայրենիք։ Բայց այն առաջինային անունը ավելի բնորոշ է։ Ավելի բնորոշ է։ Շնորհակալություն։ Ստելա, երկու եղբայրները ինչի շուրջ կարող են վիճել։ Եվ ինչ եք անում այդ ժամանակ, որպեսզի խաղաղեցնեք։ Չգիտեմ, տարբեր հարցեր, հիմնականում իրենց հենց այդ մասնագիտական հարցերով ավելի շատ երևի կվիճեն, այդքան ես ներկա չեմ եղել այդպիսի պահերի, մեկ-մեկ եղել է, բայց ես հիմնական բան չեմ անում, թող վիճեն, իրար հետ հարցերը պարզեն։ Այս մարդը խառնվի վերջում ինքն է վատամարդ։ Ահա, վերջում ես պետք է վատամարդ դուրս գամ, ես լավ նստում։ Լավ, Հայկի ընտրյալը նստած է այստեղ, Ստելան գեղեցիկ անունով, գեղեցիկ կին, խելացի, հետաքրքիր է ձեր ընտրյալն ուր է, որտեղ է եւ Իմ ընտրյալին դուք շատ լավ ճանաչում եք։ Իմ ընտրյալը իմա տանն է, ու այդպես ինքն էլ է դերասանուհի։ Կարամա։ Այստեղ ռետորական հարց եմ տալիս, ում տանը։ Ահա, ես չէ, դեռ ամուսնացած չեմ։ Հարցս ռետորական էր դրա համար։ Իրենց տանը։ Քանի տարի է ընտրյալ։ Հաշվենք։ Շատ վաղուց էր։ 5։ Հա։ Գևորգ, դու ընկերուհի ունես։ Ընկերուհի ունի նա։ Դու գիտեք այդ մասին։ Հա։ Որտեղ ես ծանոթացել հետը։ Մանկապարտեզում։ Որ մանկապարտեզում։ Ներքևը։ Իսկ սիրուն աղջիկա։ Սիրուն չի։ Գևաուն ինչ է։ Հա, չես ասում անունը։ Լավ, ճիշտ ջենտլմեն է տղան, չի ասում անունը։ Իսկ ինչ խաղեր ես սիրում խաղալ եւ բացի մեքենաները։ Որ մեծանաս, հաստատ որոշել ես, որ դերասան ես դառնալու։ Շատ վատ։ Չգիտեմ ինչ ասել, ինչ անեմ, դուք որոշեք։ Տիկին Շուշանիկ։ Քանի տարվա ամուսիններ եք։ 61։ Վաու։ 61։ Քանի թոռ ունեք։ Ունեմ 5 թոռ, 2 ծոր։ Տղաներն են շատ։ Տղաներ են բոլորը։ Ոնց։ 5 տղա թոռ։ Մի հատ աղջի, այո, թոռներս տղաներ են։ Ես ունեմ մի տղա, մի աղջիկ, Նազենի ջան։ Հասկացա, բայց շոտ են էլի 5 տղա թոռ։ Ծորներն են տղա։ 5 թոռ։ Մեզնից աղջիկ չի ծնվում։ Ստելա զգուշացեք։ Մի տեսակ տղաներ են ծնվում անընդհատ։ Տիկին Շուշանիկի հետ, հա, ընդհանուր հետաքրքրություններ, ընկերություն, սերնդային տարբերությունը զգում եք, թե ինչ որ մի պահի հավասարվել է։ Հավասար են բոլորը։ Տատիկը ասեմ, թե ինձ թե Հայկին միշտ այն դպրոցական տարիներից սկսած մինչև նույնիսկ ինստիտուտում միշտ մեզ օգնել է։ Կապված դասերի հետ տատիկը, չգիտեմ, գար նստել մեզ հետ ինչ որ փոքրացներ այդ պատմությունը, որ մենք ավելի հեշտ սովորենք, միշտ մեզ հետ է եղել։ Իսկ ինստիտուտային ձեր որոշման հետ կապված ինչ ասաց տատիկը։ Գոհեր։ Ինձ միշտ ինչ ես գնաց դերասանները գնում են բիզնես արա։ Հա, այդ խոսակցությունը միշտ կա, միշտ կա, այտենց։ Ելուց Նազենի ջան, Դավիթի անունը Հայկն է դրել։ Երբ որ ինքս ասացի Դավիթ Արտասյանը մեր փոքր ժամանակ, տատի ինչու իմ անունը Դավիթ չեք դրել։ Դե ասում եմ ոչինչ, Դավիթը հաղթեց Մսրամիլիքին, Հայկն էլ Բելին, ասում եմ, ապերիկ կունենաս Դավիթ կդնենք։ Ապերիկը ծնվեց, Դավիթը արդեն դեր ծննդատան արդեն Դավիթ էր։ Գլխի գալիքը չգիտեր, որ Դավիթ չէ։ Մի հետաքրքիր դեպք պատմեմ, ուրեմն այդ ամառանոցում մեր հարևանները սրան շատ էին սիրում։ Մեկ հարևանի կինը այնպիսի հայոյանքներ էր սովորացրել։ Կինը։ Բոլոր տիպես, տղան պիտի հայոյել իմանա, չի գայլի որ չիմանա, լրիվ անգիր սովորեց։ Չեք կարողանում Սաղ ռեպերտուարը գիտե էլի։ Հիմա Դավիթը որ ծնվեց, տղաս ասեց, մամա ասեց, հազար մի լավ առիթ է, եկեք մի բան մտածենք, գնանք ծննդատուն, ասենք երեխուն չեն տալիս։ Գնացինք ծննդատուն, այն ծննդատան Հայատի կողմը հողամաս կար։ Այդ հողամասում տղաս մի փոքրիկ լապատկա էր վերցրել։ Ասեց արի քանդենք փոսը։ Չէ, ես գնացի իբրև երեխային բերեմ, եկա ասեցի չեն տալիս։ Մի այլայլվեց, մի չգիտեր ինչի չեն տալիս, տատիկ
ասի ասում են եղբայրը հայոյում է, դրա համար չենք տալիս, որ չսովորի երեխան։ Շատ տխրեց, շատ։ Ասեց, երբ տղաս ասեց, բերեք մի բան անենք, փորենք, այդ բոլորը թաղենք։ Հայհոյանքները, շատ լավ։ Տղաս մի լավ փորձ փորեց, որ տեսնեք ինչ հաճույքով հայհոյանում տղաս փոսկում հողով ու կոխա տալիս, վերջը ինքն էլ երկուսով լավ սեղմեցին, գնացինք Դավիթին տվեցին, բերեցինք տուն, Դավիթի կողքից չէր հեռանում, մի շաբաթ ոչ մի հայհոյանք, մի շաբաթից հետո մեկ էլ մի հատ, վայ ասի հայկեց, իդի չէ, բոլորը, ես մեկը զապաս էի պահել, ինք տարեկան, անցել են տարիներ և հուսով են, որ կարիքը չի լինում նրանք իրարելու, այն ժամանակ մի քիչ ուրիշ էր էլի դպրոցը։ Դավ, չեք նեղվում, որ Հայկն է ամենասիրելի թոռը։ Ով ասեց է։ Չէ, նեղվում եմ։ Չէ, չեմ նեղվում անկեղծ, բայց տենց ես չեմ զգացել տարբերություն։ Լավ, մի գործնական հարց եմ տալիս, երբ եք երկուստ էլ ամուսնանում, վայ։ Փող չկա, փող էլի։ Դու էլ հորուշ չես եմ, փող չկա, դա են սովորում մենակ հայերից։ Մի քիչ հնարավորություն։ Դե չէ, ամուսնանալու համար տղամարդը Ծառը պետք է տնկի, 3 բանալի պետք է ունենա։ Չէ, ծառը թող եկալի ուրիշ բան անի, չէ, ծառի թեման չի, ուղղակի տղամարդը որպես այդպեսին, հա, չգիտեմ, դա 30 տարեկան է, որ տղամարդը պիտի համարվի տղամարդ, հա, որովհետև միջև 30 տարեկան, եթե դու պիտի ֆրֆրաս հաճույքներ, չգիտեմ ինչեր, աչքը դուրս մնա, հա, ավելի լավը չանես, որովհետև ընտանիք ասված այդ արդեն դա սուրբ պիտի լինի, երբ որ դու ամուսնանում ես, չգիտեմ, կինը արդեն դա ուրիշ տեղ, ընտանիքը ուրիշ տեղ է։ Հայ հիմա քանի տարեկան եք։ Մոտ եմ այդ ճանապարհը։ Չէ, հեսա շուտով 20։ Հայկի հասակակիցները արդեն չկան։ Վաղուց չկան։ Պատերազմի դաշտում։ 29-ը։ 5.5 փոքր։ Ես 23։ Նու 24։ Դավիթ քանի տարեկանից եք ընկերություն անում։ Չես ուզում։ Ոնց 5 տարի մարդ ընկերություն է անում, երբ 23 տարեկան է։ Այսինքն 10 քանի տարեկանից եք։ Չէ, առաջին կուրսից ես 18 տարեկանում եմ նոր, չէ, հա 18 Գնացեք բանակ հետեկար էլի ընկերություն եք անում։ Այդ բանակի թեման մի կողմ է, քանի որ եթե իրեն չի ասեմ այդ առումով ես այս տարի այտենց մտածել եմ, տեսնենք։ Իր կողքից բիզնես գործ։ Ինձ էս նայ։ Հայկին է նայ, բայց խոսքս դեպի քեզ։ Չէ, բիզնես գործ ինքնաբերաբար չի ստացվի, որովհետև արվեստի մարդն ու բիզնեսն էր։ Նախ այդ երկրորդն էլ ժամանակի բերումով, հա, մեր նկարանումները, հա, շատ ժամանակ, հիմա ես միտեղ ասեցիր արդեն անուրջներում եմ ու առօտից իրիգուն ես մեծ հաճույքով այնտեղ աշխատում եմ։ Սենց ասեմ, մարդկա որ անում է դա ուղղակի է, բայց ամեն մեկս եթե մեր պարտականությունը, մեր կետում ամուր կանգնած լինենք ու դա անենք ներքինով, դա հաճույքով, ոչ թե ուղղակի գումար աշխատելու համար, իմ կարծիքով թե սերիալը, թե կինոն եւ թե թատրոնը ամեն ինչը իր տեղը կանգնի։ Երբ որ ամեն մեկս մեր պոզիցիայում լինենք, ճիշտ տեղում լինենք, ամեն ինչ շատ լավ կլինի։ Այդ տեղը պետք է հասկանալ, թե որն է ում պատկանում։ Ստելլա, արաբագիտության բաժին։ Ուզում հասկանալ Հայկի տրամաբանությամբ, եթե առաջնորդվենք, արդյոք արաբագիտության բաժինը ձեր այն բաժինն էր, որտեղ ուզում եք լինել։ Ես շատ էի ուզում։ Ես երբ ծանոթացա Հայկի, արդեն սովորում էի։ Նոր էի վերադարձել Սիրիայից, Դամասկոս քաղաքից, 1 տարի այնտեղ եմ սովորել, հետո վերադարձա շարունակեցի։ Ովքեր էին այնտեղ ընտանիքի անդամները։ Ոչ, կուրսի երեխաները։ Համալսարանը ուղարկեց մոտավորապես 30 հոգու։ Մեր ժամանակ նման բաներ չկար։ Այդ տարի պայմանագիրը կնքվեց, ուղարկեցին, 1 տարի սովորեցինք այնտեղ, հետո վերադարձանք նորից 3-րդ կուրս նստեցինք, բայց երբ վերադարձա, այդ ժամանակ ծանոթացա Հայկի հետ, ու ինքը ոչ մի դեմ բան չուներ, բայց ուզում է ինձ այդ ճանապարհով տանի, մի քիչ պարապում է հետս։ Առաջին անգամ եմ տեսնում տղամարդ դերասանի, որն ուզում է իր կինը լինի իր մասնագիտությամբ։ Ինքը շատ է ուզում։ Նույն լեզվով խոսակ չէ։ Պատկերացնեք ինքը հարաբերական այդ շատ վատ բան կա։ Չի սովորում։ Փորձել եմ։ Դա ինձ թվում է քո դեպքում հակառակն է, ինձ թվում է դու ընթացքում կարգել ես քո տիկնոջը լինելու այդ ասպարեզին։ Դե մի բան գիտի։ Ոչ թե այնց արկելում եմ կամ չէ։ Ինքը ինքնուրույն չի գնում էլ։ Նայում դեմքին ասում Հայկի հետ նույն սերիալում։ Պարզապես այն որ ասում են
միշտ տենց են ասում են դե լավ է, երկուստ էլ դերասան եք, բան, իրը լավ եք հասկանում, բայց չէ, մի հատ հակառակ բան է տեղի ունեն, այդ, չգիտեմ, խանդա, թե ինչ է, այն որ դու պիտի լավ հասկանաս, որ քո, չգիտեմ, ընկերը դերասանը, որ կարող է համբուրել, կամ չգիտեմ, գրկախառն, բայց համբուրի մեջ ոչ մի այդպես վախենալու բան ինձ շատ են հարցնում, հատկապես համալսարանում, խաղումը կամ երկրպագուները հատկապես չես խանդում, իմ համար դա խնդիր չի ընդհանրապես, որովհետև եթե ես սկսեմ խանդել, եթե տեսարաններ սարքեմ, պարզ է, որ իր գործը պետք է դրանից դուրժի։ Իսկ եթե լինի հակառակ պատկերը եւ երբ սեղլային առաջարկեն, չգիտեմ ինչ որտեղ խաղալու եւ նա ունենա դեր ու թեթև համբուրվի։ Ուրիշ կարգին արժեր։ Չէ, հետաքրքիր է։ Եթե տղամարդը ամեն ինչ ընկալելի է ընդունել։ Մի քիչ տենց բան կա, հա։ Ֆիլմում կա երկու տեսակ համբույր, որը որ իրական, հա, շուրթունքներից եւ կինոշնի համբույր, հա։ Որ էլի ուրին տեղից է։ Ուրիշ կողքից է։ Եթե դա կինոշնի է կամ լավ, եթե ասենք օրինակի համար, հա, շատ լուրջ ֆիլմ է, հա, ես ասում եմ, մարդու բարոյականությունը դա կոնկրետ արարքի մեջ չի, դա ներքինն է, հա։ Դա նույնն է, ոնց որ ինչ-որ մի աղջիկա, երբ որ տղաները վատ բան արարք անեն, այդ աղջիկը չի նշանակում, հա, ինքը փչացած է կամ բան, դա ներքինն է, մարդ կարող է շատ կեցվածքով բարոյականի նման լինի, բայց ներքուստ շատ անբարո լինի։ Դա կոնկրետ գործողությունով չի։ Շնորհակալություն, Գևորգ, քո եղբայրներից Դավիթին թե Հայկին ես շատ սիրում։ Հայկին։ Ես զգացի արդեն հայացքն այս կողմից։ Ինչ խաղում եք իրար հետ։ Նվերներ եք ես շատ անում։ Այո։ Լավ, իսկ դու մեզ նվեր բերել ես։ Փոքրիկ բանաստեղծություն։ Այո։ Կասես։ Ում բանաստեղծությունն է։ Հայկի։ Հայկի բանաստեղծությունն է։ Հայկն է գրել։ Թե Հայկն է սովորեցրել։ Հայկում բանաստեղծությունն է։ Չգիտեմ ես։ Դե ասա։ Երջանո, ում ասա, մի երկու տող ասա։ Չես ասում։ Լավ չի ասում։ Սկսիր, չի ասում եմ, ոչ։ Լավ։ Մենք ունենք նվեր։ Այո։ Ես սկզբից խոստացա, եւ հիմա վերջում պետք է խնդրեմ Տիկին Շուշանիկին, մեր սիրելի գեղեցիկ Շուշան տատիկին, որ նա մեզ համար արտասանի։ Ասելու բան շատ կա, Նազենի ջան։ Միայն ես Սահադի խոսքերը շատ լավ խոսքեր են։ Լավ հագուստը չի դարձնում մարդուն մարդ։ Մարդու համար ազնիվ հոգինելով զարդ։ Մարդ լինելը դիմագծով թե լիներ, մարդ նկարից ինչով պիտի տարբերվեր։ Ուտել, խմել, գիտի ամեն անասուն, մարդը նա է, ով ծառայում է մարդուն։ Պետք է ծառայել, պետք է օգնել, բարի լինել, Նազենի ջան։ Տիկին Շուշանիկ, ես եթերը սկսեցի հենց այդ խոսքերով, ձգտելով երջանկացնել այլոց, մենք գտնում ենք մեր սեփական երջանկությունը։ Մարդու մասին էր։ Շատ շնորհակալ եմ, որ այսօր եկաք։ Հայկ, Դավիթ, շուտ ապույտ սպասում եմ հարսանիքի լուրին։ Առաջին հրավերին, չէ։ Դուք տարբերություն ունեք, ուղղակի նա 5.5 տարի է ընկերություն անում, դու 2.5։ Դավիթին դպրոցում ասում էին Կարպ Խաչմատյան, իրենց դպրոցում։ Նմանակումներ էր անում, շատ հումորով էր։ Ինստիտուտ մտավ հումոր չկա։ Միշտ այդպես է, գիտեք։ Մեծամտանում են։ Լավ չկա հումոր, չենք ստացել էլ։ Չէ, տուն է, որ միշտ տուն եմ գնում, շատ հոգնած եմ գնում, ես գնում եմ տուն, բայց դուրսը ես չգիտեմ, շատ ակտիվ եմ, ոնց որ հիմա։ Իսկ կա Կարպ Խաչմատյանից փոքրիկ հումորային ծրագիր մնացած։ Որ հիմա անեմ, չէ։ Հետո Երջանկության մեխանիկաներ եթերում եւ եթերում էին իրական մարդիկ, ոչ թե հերոսներ, ոչ թե կերպարներ, այլ իրենց կյանքով, իրենց դարդերով տապակվող մարդիկ, Հայկը հիշենք, չէ՞, այդ կինոնայերի տարածքը, որ նշեց, այդ կարևոր էր։ Դավիթը նրա կրտսեր եղբայրը, Ստելան գեղեցկուհին, Տիկին Շուշանիկը, նրանց տատիկը 83 տարեկան, 83 երիտասարդ հրաշալի եւ փոքրիկ Գևորգը, որը մեզ համար այդպես է ճարտասանեց։ Իսկ մենք կրկին կհանդիպենք հանրայինի եթերում, մնացեք բարով եւ իհարկե եղեք ուշադիր մարդկանց նկատմամբ, ոչ թե մտածածին հերոսների։